Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը։ Սկզբում Փաշինյանը վիրավորեց արցախցի կնոջը, անվանեց փախած, ապա հանրության ճնշման ու քննադատությունների ալիքի ներքո ներողություն խնդրեց իր ֆեյսբուքյան էջում։ Սակայն մինչ Փաշինյանը ներողություն էր խնդրում, նրա եւ նրա կուսակիցների լրատվականները լծված էին նույն կնոջը պախարակելու գործին։ Ինչպես է ստացվում, որ իր խոսքի համար ներողություն խնդրած վարչապետի մեդիադաշտը միաժամանակ նպաստում է նույն անձի դեմ ատելության խոսքի տարածմանը, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները։ Իսկ Media News-ը նույնիսկ գրում է, թե Արմինե Մոսիյանը պատերազմում զոհված Մերուժան Մոսիյանի դուստրը չէ։ Քաղաքական իշխանությանն առնչվող այս մեդիա վարքագիծը արժանացավ կոշտ քննադատության։ Հայտնի անդաստիրակը մի կողմից հրապարակային ներողություն է խնդրում Արցախում զոհվածի դստերից, Արցախից փախած անվանելու համար, եւ դրան զուգահեռ ԿՊԻ-ին պատկանող Civic AM լրատվականում այդ նույն կնոջ դեմ կեղտոտ արշավ է իրականացնում։ Մի ձեռքով ներողություն, մյուսով զրպարտություն։ Ինչպես փնթի հաց են ուտում, այնպես էլ փնթի աշխատում են։ Մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից համակարգված թիրախավորվում եւ պիտակավորվում են տեղահանված մարդիկ, նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իհարկե երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին, իրենց իրական կամ ֆեյքական էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։ Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութեր չափազանց շատ է։ Ասվել է եւ ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն, որովհետեւ երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության եւ բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։ ԿՊԻ Civic-ը շարունակում է ատելություն ու թշնաման գեներացնել Արցախի այս կնոջ նկատմամբ։ Պեղել են նրա Facebook-ը, առանց խորամուխ լինելու հուզական վիճակի մեջ վերահրապարակել են նրա տարբեր ստատուսներ, իսկ կոմենտներում մարդիկ ինչեր ասած չեն ասում այդ կնոջը ու չեն ջնջում։ Civic AM անգամ Փաշինյանը ներողություն խնդրեց, բայց դուք չեք հանգստանում։ Դուք քարոզչական ամենացածրակարգ օրգանն եք։ Դուք իրավունք էլ չունեք լրատվամիջոց անվանվելու։ Խորհրդային քարոզչական մեքենաները ձեր անմնացորդ նվիրվածությունը առաջնորդին կնախանձեին։ Անուղղելի եք։ Իշխանական կայքերի մեկնաբանություններում մինչև հիմա չեն դադարում ամենավերջին վիրավորանքները արցախցի կնոջ եւ հավաքական արցախցիների հանդեպ։ Սակայն ԿՊԱ-ականներին մի փոքր կծու-թթու խոսք գրած օգտատերերի դեմ վարույթ հարուցող իշխանության լրատվամիջոցի համար դա միանգամայն սովորական է։ Նույն կերպ հետապնդելու է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը արցախցիներին վիրավորող այս մարդկանց։ Հարցում ենք ուղարկել գլխավոր դատախազություն։ Այս ամենն աննկատ չմնաց նաև միջազգային, հատկապես ռուսական մամուլի համար։ Վարչապետի պահվածքը բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Փախած անվանել այն կնոջը, որի հայրը կռվել եւ զոհվել է Արցախի համար, համատարած ատելություն սերմանել բոլոր նրանց հանդեպ, ովքեր հույս ունեն վերադառնալ Արցախ, մեղադրել բոլորին, իսկ հետո քննադատության ներքո ներողություն խնդրել։ Այս ճղթան լուրջ հարցեր է առաջացնում հանրային եւ քաղաքական պատասխանատվության մասին։ Բայց Փաշինյանի առաջ քաշած թեզը շատ արագ փուլ է գալիս, բախվելով իրականությանը։ Մարտունին ամբողջ օրերով հետահրթիռակոծում է, բայց ընդհանուր առմամբ ամենից գլխավոր այն է, որ ինքնապաշտպանության ուժերը նրանց պատրաստ են իջե վեճ կանգնելու թշնամու դիմաց։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։